Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 8-ը։ Հոկտեմբերի 22-ից 23-ը Թբիլիսիում կանցկացվի Մետաքսի ճանապարհ համաժողովը, որին ըստ կազմակերպիչների կմասնակցեն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը։ Իսկ հոկտեմբերի 8-ին եւ 9-ին Փաշինյանը Բելգիայում մասնակցում է համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոռում Արցախի պետական այրերի հետ քննարկել է հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու եւ արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Ռուսաստանն ուշադիր հետևում է Տոմահավկի հետ կապված իրավիճակին։ Մոսկվան հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը որոշի հեռահար բալիստիկ հրթիռներ փոխանցել Կիևին, անդառնալի վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում շարունակվում են, չնայած Համասի պատերազմի դադարեցման պատրաստակամության հայտարարությանը, սակայն երաշխիքների պահանջով։ Starbucks-ը դիտարկում է Հայաստան մուտք գործելու հնարավորությունը։ Ամերիկյան սրճարանների խոշորագույն այս ցանցն այսօր ներկայացված է շուրջ 86 երկրում։ Պորտուգալիայի հավաքականի ավագ Սաուդյան Ալ-Նասրի 40-ամյա հարձակվող Կրիշտիանո Ռոնալդոն միակ միլիարդատեր ֆուտբոլիստն է։ Նրա կարողությունը գնահատվում է 1.4 միլիարդ դոլար։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Մինչ վաղը։